որ սրտից թրվել է փոխանցեմ ձեզ, սիրելիներ, ես վերնագրել եմ այսպես հներն անձան։ Մենք վստահ գիտենք, որ Աստծո խոսքն ասում է, որ ահա հներն անձան։ Եսայա 43-րդ գլուխ 18-րդ համարի մեջ ասում է առաջվանները մի հիշեք եւ ահա հին բաները մտքերդ մի բերեք։ Երկրորդ Կորինթացիներ 5-րդ գլուխ 17 համարի մեջ ասում է հներն անձան։ Գիտեք, Աստծո խոսքն է ասում, որ հներն անձան, բայց մեր մարմինը, մեր մտածելակերպը, մեր էությունը կարճած է այդ հներից, կարճած է հին տպավորություններից, կարճած է հին կռիվներից, վեճերից, այն բաներին, որոնք մեր վրա որոշակի տպավորություններ են թողել, մենք կարճած ենք եւ կպած ենք այդ ամենին եւ դրանցով ապրում ենք, բայց Աստծո խոսքը ասում է քեզ այսօր հները անցել են։ Ինչքան հին բան կա, որ խոսում է այսօր քո կյանքում, կարող ես այսօր թողնել։ Աստծո խոսքը քեզ ասում է, որ հներն անցել են։ Իրականում հինը անցել է, ժամանակը անցել է, հինը անցել է, բայց մենք ապրում ենք հնի մեջ, այդ հինը մեր կյանքի մեջ խոսում է, Աստծո խոսքն ասում է հներն անցան, քեզ համար հրճագիր, որ հներն անցան, քեզ համար հրճագիր, որ քո պարտությունը անցավ, քեզ համար հրճագիր, որ քո այն վատ իրականությունը, վատ դրությունը, այն խնդիրները, որոնց մեջ միգուցե եւ հենց հիմա էլ կաս, հրճագիր, որ հներն անցան։ Որովհետև եթե հներն անցնում են, դու սկսում ես նայել ապագային, դու սկսում ես նայել փայլող Աստղին, դու սկսում ես նայել Քրիստոսին, դու սկսում ես նայել Աստծո հայտնությանը, դու փնտրում ես Աստծո հայտնությունը եւ հասկանում ես, որ իրականում հները անցել են։ Գիտեք, անցել է այն օրհնությունները, որոնք միգուցե մինչև այսօր չես վերցրել, բայց դրանք անցել են։ Նայիր ապագայի օրհնություններին, նայի ապագայի առաջընթացին, որ Աստված խոստանում է քեզ, որովհետև Աստծո խոսքը ասում է հայտնությամբ հներն անցան եւ ահա ամեն բան նոր է։ Հինը անցավ, երեկվանը անցել է, այսօր քեզ նոր հանդիպում է պետք, այսօր քեզ նոր հայտնություն է պետք, այսօր քեզ նոր նվիրում է պետք, այսօր քո հավատքի վրա մի կաթիլ հավատք է պետք, այսօր քո ունեցածի վրա գերբնական է պետք, այսօր քո կյանքի մեջ Սուրբ Հոգու ներգործություն է պետք, ավելին է պետք, քան երբևէ դու ունեցել ես եւ հներն անցել են, Տերը այսօր նորը ունի քեզ համար։ Ես հավատում եմ, որ այն ինչ որ երկնքից գալիս է, քեզ համար դա աստվածայինն է եւ քեզ համար ամենալավագույնն է։ Միգուցե ես եւ դու չենք մտածում այդպես, բայց իրականում Աստված ասում է հներն անցել են։ Մի ապրի հներով, մի ապրի հին մտքերով, մի պահիր այն հինը, որը անցյալ օրվանն էր, այն մանանան, որը երեկվանն էր եւ այսօր էլ պիտանի չէ, Տերը այսօր նորը ունի քեզ համար։ Հներն անցել են եւ ահա ամեն բան նոր է եղել իմ եւ քո կյանքի մեջ։ Աստված նոր բան ունի, Աստված նոր գործ ունի, Աստված նոր միջամտություն ունի, Աստված նոր զորություն ունի, սիրելիս։ Կանգնիր նրա առաջ եւ տես, որ Սուրբ Հոգին շարժվում է, կանգնիր նրա առաջ եւ տես, որ Աստված նորից խոսում է, կանգնիր նրա առաջ, բեր քո անոթդ եւ տես, որ Աստված իր Հոգին ուզում է նոր ձևով լցնել քո տիգի մեջ, լցնել քո մարմնի մեջ, լցնել այն տաճարի մեջ, որ պատկանում է նրան, ոչ թե հին կաթիլները, ոչ թե հին ներկայությունը, այլ նորը, որը Աստված ունի քեզ համար։ Դրա համար էլ Աստծո խոսքն ասում է հներն անցան եւ ամեն բան նոր եղավ։ Հին բաների մեջ դու ունես պարտություններ, դու ունես տգարություններ, խնդիրներ, խնդիրներ, Աստծո խոսքը քեզ ասում է հներն անցավ, կարող ես ասել հներն անցավ, որովհետև Աստված ահա նոր բան է անում, Աստված հիմա նորն է անում, Հիսուս ասում է ես տեսնում եմ Հորը, որ ամեն օր նոր բան է անում, գործում է եւ ես էլ եմ գործում, երանի թե մենք կարողանանք տեսնել, որ Հայր այսօր նոր բան է պատրաստել ինձ եւ քեզ համար, մի բան, որ ես չեմ մտածել, մի բան, որ Տերն ուզում է փոխել իր շնորհքով, իր գերբնական զորությամբ եւ ներկայությամբ։ Գիտեք, շատերիս կյանքի մեջ Աստված շատ բան է փոխել։ Եթե մենք նայենք մեր մարմնավոր կյանքերին, մենք կտեսնենք,
թե Աստված ինչքան մեծ եւ գերբնական փոփոխություն է արել մեր կյանքերի մեջ։ Եվ Աստծո փառքը երևացել է, բայց այսօր Աստված ավելին ուզում է անել իմ եւ քեզ համար։ Միգուցե դերևս մեր մարմնավոր կյանքերի մեջ մենք նոր փոփոխությունների կարիք ունենք, եւ Աստծո խոսքը վկայում եւ ասում է, որ հներն անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Գիտեք, մի ժամանակ մեր կյանքերի մեջ ամեն մեկս Եփեսացիներ 2-րդ գլխի մեջ այսպես է ասում, որ դուք հանցանքների եւ մեղքերի մեջ մեռած եք եւ ինքը ձեզ կենտանացրեց։ Աստված նոր բան արեց մեր կյանքերի մեջ։ Մենք մեռած էինք, սիրելիներ, Աստված մեզ ինչ արեց, կյանք տվեց, կենտանացրեց։ Գիտեք, իրականում Աստված այսօր էլ քո մեռած վիճակի մեջ քեզ ուզում է նոր կյանք պարգևել։ Աստված այսօր ուզում է նոր կյանք բերել քո կյանքի մեջ, իմաստալից կյանք, զորությունով կյանք, լիությունով ու առատությունով, իր ներկայությունով լցված կյանք, օրհնված կյանք։ Աստված այսօր ուզում է այն ինչ որ մեռած է քո կյանքի մեջ մի կողմ դնե, հներն անցնե եւ կենթանությունը բերե քո կյանքի մեջ, որովհետեւ Աստծո խոսքի մեջ շարունակությունն ասում է նրանց մեջ ժամանակին մենք էլ էինք քայլում։ Առաքյալն ասում է, որ մենք էլ էինք այդպես, մեռած ենք եւ մեռած բաների մեջ էինք քայլում եւ այս աշխարհի օդի իշխանի ուզածի պես էինք ապրում։ Ուզում ես մտածես, մի պահ մտածես, այսօր որ ապրում ես, ում կամքն ես կատարում, այսօր որ ապրում ես, ում ուզածի պես ես դու ապրում։ Կամ մեկը, որի ուզածի պես դու ապրում ես, կամ փափագում ես ապրել, ում ուզածի պես ես ուզում ապրել։ Առաքյալն ասում է, որ մենք էլ որ մեռած էինք մեր հանցանքների մեջ, մենք էլ էինք ապրում այս աշխարհի օդի իշխանի թշնամու ուզածի պես։ Այսինքն ինքը մեզ դրդում էր, որ մենք մեղքը գործենք, մենք մեղք էինք գործում, մենք էլ էինք ապրում այդպես, բայց ասում է շարունակության մեջ փառք նրան, որ մեզ իր ողորմությունով եւ սիրով ազատեց դրանից։ Այսինքն մեր մեռած հանցանքները, որոնք մեր հին կյանքն էին, մեր հին էությունն էին եւ միգուցե մինչեւ այսօր էլ այդ մեռածից ինչ որ բաներ կա մարմնավոր մեր կյանքերի մեջ, Աստծո խոսքն ասում է իր առատ ողորմությունով, իր սիրով ու շնորհքով Աստված նոր բան բերեց մեր կյանքերի մեջ, նոր կյանք բերեց, առատություն բերեց, ողորմություն բերեց, շնորհ բերեց, որովհետեւ մենք մեր մեռած գործերից, որի մեջ ապրում էինք, Աստված մեզ բերեր դեպի լույսը։ Ես վստահ եմ ամեն մեկս մեր կյանքի որոշակի փուլի մեջ անցել ենք այս ճանապարհը։ Երբ որ մենք մեռած ենք եղել մեր մեղքերի մեջ, մեռած ենք եղել այն բաների մեջ, հոգևոր կյանքի նկատմամբ անտարբեր, ուղղակի սառը, բայց այսօր հագարակն է։ Մենք կենթանի ենք հոգևոր գործերի նկատմամբ, մենք կենթանի ենք Աստծո հայտնության նկատմամբ, Աստծո դաշտի ու Աստծո ծրագրի նկատմամբ եւ մենք մեռած ենք աշխարհի նկատմամբ։ Գիտեք, եթե մենք չմեռնենք մարմնի համար, եթե մենք չմեռնենք աշխարհի համար, մենք չենք կարող կենտանի լինել։ Չի կարող հինը մահանա եւ նորը ծնվի մեր կյանքերի մեջ։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ իր առատ ողորմությունով ինքը մեզ սիրեց եւ շնորհեց կյանքը։ Շնորհեց կյանքը, ողորմությունը, որ որևէ մեկս չբարձենանք, որովհետեւ այն ինչ որ Աստված արեց, դա իր շնորհքն էր, իր գերազանց շնորհն էր, որ առադորեն դրսևորեց ամեն մեկիս կյանքի մեջ եւ հինը անցավ, հանցավորը, մեղավորը, ժամանակավորը, այն ինչ որ մահկանացու էր, մեռավ եւ Քրիստոսի նման կյանքը, Քրիստոսակերպ նմանությամբ կյանքը, անմահություն եւ հավիտենական կյանք բերեց մեր կյանքերի մեջ, սիրելիներ։ Եվ 8-րդ համարի մեջ Աստծո խոսքն ասում է, որ դուք շնորհքով եք փրկված հավատքի միջոցով։ Եվ այս ոչ թե ցեզանից է, հապա Աստծո պարգևն է, որ ոչ մեկը չպարծենա, որովհետև մենք նրա ցերակորձն ենք Հիսուս Քրիստոսով ստեղծված բարի գործերի համար։ Գիտեք, հին կյանքի մեջ մենք մեր կյանքի մեջ խոսում էր մեռած գործերը։ Մեր հին կյանքի, մեր հին էության մեջ խոսում էին հանցավոր արարքները, հանցավոր մտքերը, վատ էությունը, բայց նոր կյանքի համար Քրիստոսի շնորհքով մեր համար խոսում է բարի գործերը։
Այսօր որ կյանքն ես դու նախընտրում, այսօր որ կյանքին ես դու արձագանքում, միթե մարմնավորը քեզ հաճելի է մինչև այսօր, միթե մարմնի դրսևորումները այսօր քեզ համար հաճելի են եւ դու գնում ես ուղագի մարմնի ցանկությունները կատարելու հետևից։ Աստծո խոսքը Գաղատացիների 5-րդ գլխի մեջ ասում է. հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Մենք այսօր ընկած ենք մարմնի ցանկությունը կատարելու, հին էությունը, որը մեռած է ու թաղված է արդեն, մենք մինչև այսօր կերակրում ենք այդ մարդկայինը եւ Աստծո խոսքն ասում է հներն անցան եւ ահա ամեն բան նոր է։ Արդյոք դու ապրում ես որպես նոր էակ։ Արդյոք դու թույլ ես տալիս, որ Աստված ներգործե այդ նորը քո կյանքի մեջ, թե հինը հիշելով նորից մարմինը արթնանում է, նորից մարդկայինը խոսում է քո կյանքի մեջ եւ մարմնավորը արթուն է քո մեջ։ Հիսուս Քրիստոսի խոսքը զորություն ունի մահվանից կյանք փոխելու, հավիտենականը բերելու քո կյանքի մեջ եւ մեր մահկանացու մարմինները անմահության դարձնելու։ Գիտեք, Աստծո խոսքը զորություն ունի մեր տգարությունները, մեր գերությունները, որի մեջ մենք ապրել ենք ժամանակին, փոխելու եւ ազատելու մեզ եւ ազատության մեջ մեզ լիիրավ ուրախ եւ օրհնյալ կյանքը ապարգևելու համար։ Գիտես, եթե դու միջև այսօր ունիս գերություն, որը քո կյանքի մեջ խոսում է եւ արքա է, դու այսօր պիտի ասես հինը պատրաստ եմ թողնել, Տեր։ Հինը պատրաստ եմ թողնել, որովհետև գերությունը քո բաժինը չէ։ Գերությունը աստվածային կամքը չէ, սիրելիս։ Գերությունը դա թշնամու այս աշխարհի լուծն է իմ եւ քո կյանքի մեջ։ Կապ չունի ինչ տեսակի գերություն է, կապ չունի որ ոլորտի գերություն է։ Աստված յուրաքանչյուր տեսակի գերություն գերի է վերցնում։ Աստված յուրաքանչյուր գերություն կարող է լուծ կոտրել եւ քեզ քո գերությունից դուրս կանչել, որովհետեւ Աստված ազատության Աստված է եւ նա ուզում է նորը արարել քո կյանքի մեջ։ Գիտեք, Աստծո հոգին երբ որ շրջում էր երկրի վրա եւ արարում, օրի վրա նայում էր եւ այդ արարչագործությունը նայում էր բարի էր։ Թույլ տուր բարին այսօր ազդի քո վրա։ Թույլ տուր Աստծո խոսքը, որը հզոր զենք է, ոչ թե դու լսես, այլ ասես Տեր, ես ուզում եմ իմ մարդկայինը փոխվի, ես ուզում եմ շնորհքի տակ գալ, ես ուզում եմ գերությունից դեպի ազատություն գալ։ Մենք Աստծո խոսքի մեջ տեսնում ենք այս ամեն փաստարկը, որ Իսրայելը գերության մեջ էր Եգիպտոսում, քանի տարիներ, մինչև որ Մովսեսը բարձրացավ, մինչև որ Մովսեսը բարձրացավ եւ Իսրայելին գերությունից դուրս կանչեց։ Արդյոք դու պատրաստ ես այսօր գերությունից դուրս գալ։ Մենք շատ անգամներ մեր գերությունից դուրս գալու համար ինչ ասես ծանր մեզ հետ բերում ենք։ Աստված այսօր ուզում է կտրել քո անցյալը։ Աստված այն գերություն շղթաները, այն լուծը, որը քո կյանքի մեջ կա, եւ պահում է քեզ, որպեսզի դու օրհնյալ կյանքի մեջ քայլես, Աստված պատրաստ է այսօր փոխել։ Աստված պատրաստ է իր շնորհքով այսօր քեզ ազատել եւ կանչել քեզ նոր բանի մեջ։ Հներն անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Եթե ուզում ես այդ նորը, այսօր դու համարձակությամբ քայլ պիտի անես։ Եթե ուզում ես նորի մեջ կանգնել, դու պիտի դուրս գաս քո հին էությունից, քո հին վիճակից դուրս պիտի գաս եւ քայլես նրա հետ։ Շարունակության մեջ 13-րդ խոսքի մեջ ասում է, բայց հիմա Քրիստոս Հիսուսով դուք, որ մի ժամանակ հեռավոր էիք, մերձավոր եղաք նրա արյունով։ Գիտեք, Աստված ամեն շնորհքը բերեց մեր կյանքի մեջ, օդարությունը քանդեց, մեջտեղի բաժանող պատը իր արյունով վերցրեց, մեղքերից մեզ ազատ կանչեց եւ ասեց դուք, որ մի ժամանակ օդար էիք, այսօր մոտ եք, հներն անցան եւ ահա ամեն բան նոր է։ Քո կյանքի մեջ, եթե մինչև այսօր ունես թշնամություն, բաժանող պատ, խանգարող միտ, որ քեզ եւ քո Աստծուն բաժանում է, թույլ տուր այսօր Քրիստոսի արյունը քանդի այդ պատը։ Թույլ տուր այսօր նորի մեջ քայլենես, նոր նվիրման մեջ, նոր հավատքի դրսևորման մեջ, Սուրբ Հոգու նոր զորությամբ, որ Աստված ուզում է բերել եւ կենթանացնել քո կյանքը։ Գիտեք, իրականում Աստված արտոնություն տվեց մեզ իր Սուրբ Հոգու միջոցով, որ մենք մի ժամանակ որ օդար էինք, պանդուխտ,
հիմա երկնային քաղաքացիներ ենք։ Ես վստահ եմ դու այսպիսի կոչում ունես։ Արդյոք այդ կոչումը բարձր է քո կյանքի մեջ, որ դու երկնային քաղաքացի ես եւ այդ քաղաքացիության օրենքներով եւ պատվիրաններով ես ապրում։ Գիտեք, սա նորն է, սա հավիտենականն է, որի մեջ դու կարիք ունես լինելու եւ ապրելու։ Եթե քո քաղաքականությունը մինչեւ հիմա երկրային է եւ ուզում ես այս երկրի մեջ քո թակավորությունը ունենաս, ուզում եմ քեզ լույս տամ, երկնքինը վերցրու, որովհետեւ հավիտենական է եւ Աստված իր հոգով ներգործում է, որ մենք ամենը մեկս գնանք դեպի երկնային քաղաքականությունը, գնանք դեպի երկնքի ընտանիք լինելը։ 19 համարի մեջ ասում է, ուրեմն որ սրանից հետո դուք օդար եւ պանդուխտ չեք, հապա սուրբերի քաղաքացիները եւ Աստծո ընտանիքը։ Գիտեք, Աստված այսօր ուզում է քեզ իր մեծ ընտանիքի մեջ կանչի եւ հաստատի։ Եթե դու այդ համարումը չունես այսօր քեզ համար, ուզում եմ քեզ ասել, Աստված քեզ կանչում է իր մեծ ընտանիքի զավակը լինելու, երկնային քաղաքացին լինելու, որովհետեւ հներն անցել են եւ ահա ամեն բան նոր է։ Աստված մեր կյանքի մեջ նոր զորություն ունի։ Աստված մեր կյանքի մեջ նոր հայտնություն ունի։ Հռոմեացիներ 6-րդ գլխի մեջ մի հրաշալի խոսք կա, որ ուզում եմ կարդալ 13-րդ համարն է, ասում է եւ ձեր անդամները մեղքին մի ընծայեք, անիրավության գործիք լինելու, հապա ձեր անձերը Աստծուն ընծայեք, որպես թե մեռելներից ողջացած եւ ձեր անդամները արտարության գործիքներ Աստծուն։ Գիտեք, հին էությունը հետևյալն է. մեր աչքերը կարող են նայել եւ մեղք ծնել։ Մեր ձեռքերը կարող են լինել, բայց մեղք լինել, մեղքի համար ծառայել։ Աստծո խոսքն ասում է, քո հին անդամները, որոնք մեղքին են ընծայել, այսօր ուզում եմ հներն անցնել եւ ահա ամեն բան նոր անել։ Եթե քո միտքը, եթե քո շուրթերը, եթե քո լեզուն հին ջուր է փխում, հին խոսքեր է ասում, որը հին է, հին հիշողությունն է, մարդկայինն ու մեղավորն է, Աստված այսօր ուզում է դրանք փոխես։ Աստված այսօր քեզ կանչել է, որ դրանք փոխես նոր բանի։ Այսինքն այն խոսքերը, որոնք հնից հիշում ես եւ գիտես, որ դրանք կյանք չեն բերելու, մի խոսա սիրելիս։ Ուզում ես նոր բան խոսալ, սկսի խոսքը կարդալ, սկսի կյանքի գիրկը կարդալ եւ կյանքի խոսքերը հրճագել։ Ուզում ես այն խոսքը, որը երկնքից է գալիս, քո կյանքի մեջ լինի, փորձի շուրթերդ մաքրել, փորձի քո աչքերը, քո ձեռքերը, քո մարմնի յուրաքանչյուր անդամ, որ այսօր Աստված քեզ տվել է իր փառքի եւ զորության համար, ծառայելու համար, ասես Տեր, ես ուզում եմ, որ իմ ձեռքերը վեր բարձրանան քեզ փառավորեն։ Տեր, ես ուզում եմ, որ իմ շուրթերը, որ գովաբանության խոսքով լցված չի, այսօր գովաբանության խոսքերով լցվի։ Ուզում եմ, որ այն հինը, որը անընդհատ կրկնվում է իմ կյանքի մեջ, ուզում եմ այսօր թողնել, Տեր։ Գիտեք, սիրելիներ, եթե մենք այսօր պատրաստ չենք հինը թողնելու, գիտեք, շատ անգամներ մենք նորը չենք ունենում։ Մենք ուզում ենք հինը համադրենք նորի մեջ։ Մենք ուզում ենք մեր հին ունեցածը համադրենք, մեր հին ունեցածը համադրենք, բայց Աստված ասում է, ես նոր գինին հին տիգի մեջ չեմ լցնում։ Կարգադանը հին կարգադանը նոր զգեստի վրա չեմ դնում։ Գիտեք, Աստված ուզում է մենք հինը թողնենք, մեր ունեցածը, որը մարդկայինն է, թողնենք եւ նորը բերե մեր կյանքերի մեջ։ Իսկ մենք հաճախ ասում ենք, Տեր, թող երկուսն իրար հետ լինի։ Տեր, թող երկուսն իրար հետ լինի, թող խառնածին լինի, բայց Աստված նորն է ուզում։ Ուզում է քո շուրթերի մաքրվելը, ուզում է քո ձեռքերի սուրբ ձեռքեր տեսնելը եւ քո ձեռքերի մաքրվելը եւ վեր բարձրանալը։ Ուզում է քո հայացքի մեջ սիրո հայացքը տնի, իր հայացքը տնի, ոչ թե քոնը, որը մարմնավորը եւ բացասականն է տեսնում։ Չգիտեմ, երբևէ աղոթել ես, որ Աստծո կամքը տեսնես։ Չգիտեմ, երբևէ աղոթել ես, որ Աստծո գործը տեսնես, երկնայինը տեսնես, Աստծո փառքը տեսնես, թե տեսնում ես միայն այն, ինչ թերություն է, ինչ աշխարհն է տեսնում, եւ խոսում ես այն, ինչ դատապարտություն է ծնում, թե խոսում ես այն, ինչ կյանք է բերում։ Գիտեք, եթե մենք թույլ տանք, որ Սուրբ Հոգին իրականում ազդի մեր կյանքերի մեջ, մենք ամեն մեկս կաղաղենք, Տեր, ես ուզում եմ նորը։
Ես ուզում եմ հին վեճերը, որոնք իմ կյանքի մեջ խոսում ու ինձ կործանում են, ես ուզում եմ այդ հին վեճերը մոռանամ։ Դեռ հինը չմոռացած մենք արդեն իսկ մտածում ենք նորից ինչպես խույս տանք։ Թույլ տվեք Սուրբ Հոգին գա ձեր կյանքերի մեջ։ Մեր մարմնավոր էությունը, երբ որ սկսում է Աստված փոխել, ես հավատում եմ գերբնական իշխանությունը ի գործ է դրվում։ Գերբնականը գալիս է քո կյանքի մեջ եւ քո կյանքի մեջ փոփոխություն է լինում։ Գիտես, դու կարող ես լսել բազմաթիվ ժամեր ու բազմաթիվ պատկամներ, բայց եթե դու թույլ չես տալիս այդ կենթանի խոսքը ազդի քո վրա, ազդի քո մտածելակերպի, քո սրտի եւ քո մտքի վրա, դու ամեն ժամանակ նույնն ես, դու ամեն ժամանակ հինտիգն ես եւ աղաղակում ես Տեր լցրու ինձ, քանի դեռ դու հին մտածելակերպ ունես, քանի դեռ հին որոշումների տերն ես, նոր բան մի սպասիր։ Նորը գալիս է այն ժամանակ, երբ դու փորձում ես հինը թողնել, նորը գալիս է այն ժամանակ, երբ իրականում դու համաձայն ես Աստծո ծրագրի մեջ քայլել։ Գիտեք, ես մի քանի օրինակներ եմ նախընտրել, որ քննարկենք իրար հետ։ Վստահ եմ Աբրահամի մասին բոլորս գիտենք։ 12-րդ գլուխ Ծննդոց գրքի, երբ որ Աստված խոսեց Աբրամին, ասեց Աբրամ դուրս արի։ Գիտեք, սա այն հինն էր, որից Աստված կանչեց Աբրամին։ Աբրամը երբեք հարց չտվեց Տեր ուր գնամ, ինչ անեմ։ Մենք այսօր այնքան հարց ենք տալիս Աստծուն առանց Աստծու ասածը անելու։ Աստված ասում է մի բան ասեցի, 1000 հատ հարց տվեց։ Գիտեք, մենք չենք վստահում Աստծուն, դրա համար էլ մեր հին կյանքը չի փոխվում, բայց Աբրամը ուղղակի դուրս եկավ։ Աբրամ նշանակում է հայր, բարձր հայր։ Մենք այսօր ամեն մեկս մի բաժին ունենք, մենք այսօր ամեն մեկս մի մագարտակ ունենք։ Երբ որ Աստված կանչում է քեզ, երբ որ Աստված կանչում է ինձ, Աստված ուզում է, որ մենք դուրս գանք մեր հին տեղից, մեր հին էությունից, մեր հին տնից, մեր հին մտածելակերպից, եւ Աստված կանչեց եւ դուրս եկավ Աբրամ։ Աբրամի ու Ղովտի մեջ վեճ սկսվեց նրանց հովիվների, եւ նրանք նորից պիտի բաժանվեին, եւ Աբրամը Ղովտին ասեց, որտեղ որ աչքերը տեսնում են, նայիր եւ ընտրիր։ Նա Հորդանանի լավ կողմը, որտեղ բերի էր, ընտրեց։ Գիտեք, Աբրամին մնացել էր չորությունն ու անապատը, բայց Աբրամը գնաց այնտեղ, որտեղ Տերն էր։ Ու իրականում Աբրամը գնաց անապատ, որովհետև Աստված նոր բան ուներ Աբրամի կյանքի մեջ։ Եվ իրականում օրհնվեց, ինքը այնտեղ էլ ջրորներ ունեցավ, այնտեղ էլ զոհաբերություն բերեց եւ օրհնվավ, որովհետև Աստված անընդհատ Աբրամի կյանքի մեջ նոր հայտնություն ուներ, Աբրամի կյանքի մեջ նոր թարմություն ուներ, նոր հարաբերություն ուներ, եւ որտեղ որ գնար, նոր հարաբերություն էր կառուցում Աբրամը, եւ Աստված, տեսեք ինչ հայտնություն ուներ։ 17-րդ գլխի մեջ Աստված հանդիպեց նորից Աբրահամին եւ ասեց. Ես եմ ամենակարող Աստվածը։ Ես չգիտեմ, երբևէ քո աղոթքի մեջ դու այդ ամենակարողի շուկը զգացել ես։ Երբևէ քո աղոթքի մեջ ուզեցել ես զգալ այդ ամենակարողի հովանավորությունը։ Գիտեք, երբ որ այդ ամենակարողի հովանավորությունը դու զգում ես, թեև այդ ամենակարող բառը մեզ գերում է, ես քեզ ասեմ, դու ոչինչ էլ չես խնդրում այդ ամենակարողից, ուղղակի ասում ես Տեր ծածկիր ինձ, որովհետև ինքը իրականում ամենակարողն է եւ քեզ ծածկում է։ Աբրամը, երբ որ հանդիպեց նրան, Աստված նոր բան բերեց Աբրամի կյանքի մեջ։ Աբրամին ասեց. Աբրամ, այսօրվանից քո անունը ոչ թե Աբրամ լինի, այլ Աբրահամ լինի։ Ես ուզում եմ, որ Աստված հանդիպի ինձ եւ իմ անունը փոխի։ Աբրահամ նշանակում էր բազմության հայր։ Պատկերացնում եք, Աբրահամը որպես հայր, միայն իր զավակի հայրը կարող էր լինել, բայց Աստված նրան հանդիպելով, նրան ասեց. ես ուզում եմ Աբրահամ, ոչ թե դու միայն բարձրության բարձր հայր լինես, այլ ես ուզում եմ, որ դու բազմության հայր լինես։ Մենք այսօր ուզում ենք, ասում ենք, այս փոքր տարածքը, այս փոքր ծառայությունը, այս իրավիճակի մեջ ես իշխեմ, ես կարողանամ աղոթեմ, ես,
Աստված ավելին ունի քեզ համար սիրելիս, եթե դու նվիրվիր իրան։ Եթե դու իր առաջ գաս եւ թույլ տաս ամենակարողի շուկը քո կյանքիդ մեջ գա, իր քղանցքը տարածվի քո կյանքիդ մեջ, Աստված ուզում է քո անունը փոխել։ Աստված ուզում է քո տարածքը լայնացնել, Աստված ուզում է քեզ կանչել։ Մի վախեցի, որ անապատ պիտի մտնես։ Կարևորը որ դու Աստծո հետ ես, մի վախեցիր, որովհետև երբ որ մենք վախենում ենք Աստծո հետ քայլ անելուց, մենք մնում ենք հին էության, հին մարդկայինի մեջ եւ ուղղակի լինում ենք այն, ինչ որ մենք մտածում ենք, բայց երբեք չենք կարող բազմության հայր լինել։ Աբրամը եղավ բազմության հայր, որովհետև ինքը գնաց Աստծո հետ, թեև ժառանգել չուներ, բայց Աստված Աբրամի կյանքի մեջ գերբնականը խոստացել էր, եւ մենք գիտենք Իսահակի ծնունդը, մենք գիտենք Աստծո գերբնական ծրագիրը Իսրայելի որդիների համար, եւ Աստված նույն ծրագիրը քեզ եւ քո սերնդի համար ունի։ Եթե դու այսօր կկանգնիս քո հին էության մեջ եւ դուրս կգաս այդ հին էությունից, Աստված նորը ունի քեզ համար եւ ավելին, որ դու չես պատկերացնում, Աստված այդ ավելին ունի քեզ համար եւ Աստված պատրաստել է այդ ամենը։ Գիտեք, մենք ուղղակի վախենում ենք մեր ունեցած վիճակից, մեր հին էությունից դուրս գալու համար։ Մենք մտածում ենք մի բան ունենք, այդ այնքան ամուր ենք բռնում, որ վախենում ենք դուրս գանք, բայց Աստված ասում է դուրս արի, ես քեզ կօրհնեմ։ Աբրամ դուրս արի, ես քեզ բազմության հայր կդարձնեմ։ Երբ որ մենք դուրս գանք, մենք բազմության հայր կդառնանք։ Եթե մենք դուրս գանք մեր ունեցած իրավիճակներից, մենք Աստծո գերբնական զորությունը, օրհնությունը եւ օծությունը կունենանք։ Ուզում եմ մեկի մասին խոսել, ում անունը Սողոս էր, որ Աստված փոխեց իր անունը եւ Պողոս դարձրեց։ Գիտեք, եթե Աբրամը Աստծո մարդ էր, ինքը հանդիպում էր Աստծուն, հայտնություն ուներ։ Գիտեք, Պողոսը չէր ճանաչում Աստծուն, ավելին մահ շնչում այն ամեն քրիստոնյաների նկատմամբ, ովքեր Աստծուն էին հավատում։ Շատ անգամներ մենք աշխարհի կյանքով լցված ենք եւ մեր նպատակներն աշխարհի մեջ են, բայց Աստված ուզում է հանդիպել մեզ։ Գիտեք, Աստված ուզում է մեր հին էությունը փոխել։ Աստված ուզում է մեր հին մտածելակերպը փոխել։ Աստված մեզ նպատակ տվողն է։ Եփեսացիների 2-րդ գլխի 10 համարը կարդացինք, որ Աստված մեզ փոխեց եւ իր բարի գործերով հարստանալու համար ինչ երեց, ծնեց Քրիստոսով։ Պողոսը գնում էր Դամասկոս քրիստոնյաներին բռնելու համար։ Նրա գործը նպատակը դա էր, որ ինքը կարողանար քրիստոնյաներին ձերբակալել, ինքը կարողանար նեղել քրիստոնյաներին։ 9-րդ գլուխ 2-րդ համարի մեջ գրված է, որ նա թղթեր պատրաստեց, որպեսզի գնար Դամասկոս եւ ժողովարաններից բռներ քրիստոնյաներին եւ հալածեր։ Այսօր միգուցե կյանքում դու էլ ինչ որ նպատակ ունիս եւ տարված ես դրանցով, բայց ամենակարողը կարող է քո առաջ կանգնել։ Աստված կարող է քեզ հանդիպել եւ մի ակնթարթում այն մարդը, ով մահ է շնչում, ում արարքից հազարավոր մարդիկ կարող էին ոչնչանալ, ինքը ուղղակի հանդիպեց Քրիստոսին։ Եվ խոսքերը այսպիսին է. «Սավուխ, սավուխ, ինչու ես ինձ հալածում»։ Միգուցե դու չես պատկերացնում, որ այսօր կարող ես ամենակարողի առաջ կանգնել եւ նա քեզ մի բան ասի, որ դու զարմանաս։ Նա մի բան ասի, որ քո մտքի մեջ չես մտածել։ Դու չես պատկերացրել, որ նա նոր բան ունի քեզ համար, նոր հայտնություն ունի քեզ համար, նոր նպատակ ունի քեզ համար, նոր անուն ունի, որ քեզ քո հին էությունից պիտի փոխի, Սավուղից Պողոս դարձնի, Սողոսից Պողոս դարձնի, հետանոսների առաքյալ դարձնի։ Գիտեք, իրականում Պողոսը նման բան չի մտածել, բայց երբ որ հանդիպավ Քրիստոսին, նրա ամբողջ կյանքը մեկ վայրկյանում գերբնական զորության միջոցով ինչ երեց, փոխվեց։ Պողոսը, որը մահ էր շնչում, ինքը սկսեց կյանք բերել։
Հենց Քրիստոսի գործը սա էր։ Հենց հին էությունից նոր էությունը, հին մարդուց նոր մարդը Աստծո այս հրաշալի գաղտնիքն էր, որ Սուրբ Հոգով ուզեցավ ներգործել Պողոսի կյանքի մեջ։ Ես ուզում եմ 15-րդ գլուխ 40-րդ համարը կարդալ նույն Պողոսի կյանքից, որ արդեն դարձել էր մի հզոր մարդ, հին էությունից նոր էությունը 40-րդ համարի մեջ այսպես է գրված Գործք առաքելոց 15-րդ գլուխ. Պողոսն էլ շիղան ընտրեց եւ ելավ եղբայրներին Աստծո շնորհքին հանձնելով։ Տեսնում եք այն մարդը, ով մահվանն էր հանձնում, դատապարտությանն էր հանձնում քրիստոնյաներին, երբ որ հանդիպեց Քրիստոսին, իր հին էությունը այնպես փոխվեց, որ Պողոսը մարդկանց հանձնում էր այսուհետ Աստծո շնորհքին։ Երանի թե մենք կարողանանք մարդկանց մոտեցնել այն շնորհքին։ Երանի թե մեր մտածելակերպը այնպիսին լիներ, որ մենք նայենք մարդուն եւ տեսնենք Աստծո շնորհքը իր վրա։ Գիտեք, ինչ է նշանակում Աստծո շնորհք։ Աստծո շնորհք նշանակում է այն, որ Աստված ողորմում եւ հաստատում է։ Ողորմություն է բերում, ներում է բերում, բայց մեր կյանքերի եւ մեր հայացքի մեջ դա չկա։ Դատապարտությունն է, ադելությունն է, բայց Աստված Պողոսի միջոցով ասում է եղբայրներին հանձնեց Քրիստոսի շնորհքին եւ Սիրիո եւ Կիլիկիո մեջ եղած Կիլիկիոյի մեջ կպտտվեր եւ եկեղեցիներ կհաստատեր։ Այն մարդը, որը քանդում էր եկեղեցիներ, ժողովարաններ էր մտնում եւ մարդկանց ձերբակալում էր, Քրիստոսին հանդիպելուց հետո լրիվ հակառակ գործողություններն էր կատարում, մտնում էր քաղաքներ եւ եկեղեցիներ հիմնում եւ մարդկանց Աստծո շնորհքին հանձնում։ Գիտեք, մեզ որ մնա մենք շատ արագ մարդկանց Աստծո դադին կհանձնենք։ Գիտեք, սա է փոփոխությունը։ Սիրելիներ, սա է հին մարդուց նոր մարդու դառնալը, որ երբ որ մեզ հարցնեն, մենք կասենք թող երկնքից կրակը իջնի։ Ինչպես որ Քրիստոսի աշակերտներն էին ասում, նախքան փոխվելը Տեր թող երկնքից կրակը իջնի, այո, իջնելու է ժամանակին, բայց կա ժամանակ, կա դրա ժամանակը, երանի թե մենք կարողանանք մեկս մյուսիս Աստծո շնորհքին հանձնել, որովհետև այդ Աստծո շնորհքը այնքան առատ ու ողորմած է, մենք չենք պատկերացնում։ Շատ անգամներ Աստված ներում է, մենք չենք կարող ներել, մենք հաշտ չենք Աստծո հետ, ասում ենք Տեր ինչ եղես մարդն է, ինչ եղես մարդուն պիտի ներես, Տեր ինչ եղես մարդուն ես բանը տվեցիր։ Այո, Տերն է տվողը, Տիրոջ շնորհքը առատ է, սիրելիներ։ Դա մեր մտածածի չափով չէ, Տիրոջ ողորմությունն ու շնորհքը առատ է եւ Հայրը առատորեն կարող է օրհնել։ Ինչու համաձայն չես։ Ուզում եմ հարցնել քեզ, ինչու համաձայն չես, որ այդ մեկը փրկվի։ Ինչու համաձայն չես, որ եկեղեցին բարձրանա, հաստատվի, մարդիկ ծառայության մեջ առաջ գնան, որովհետեւ հին էությունը խանգարում է մեզ Քրիստոսի գործերը գործելուց եւ տեսնելուց։ Բայց երբ որ մենք փոխված կյանք ունենք, երբ որ մենք կարող ենք մեր մահվան ազդեցությունը, որ ունենք, մեր դատապարտությունը, որ մարդկանց վրա ունենք, փոխենք Աստծո շնորհքով, փոխենք Աստծո ողորմածությամբ, մենք կտեսնենք, որ մարդիկ տրդմությունից դեպի ուրախություն կգնան, չունենալուց դեպի առատություն կգնան, աղքատությունից դեպի բարգավաճում կքայլեն, անգումներից դեպի բարձրություն կգնան։ Ինչու համար մենք չենք ուզում այս ամենը, որովհետև մեր մարդկային էությունը մեզ սահմանափակել է եւ մենք դրա մեջ չենք կարող առատանալ եւ առաջ գնալ, բայց Աստված ուզում է, որ իմ եւ քո կյանքի մեջ հներն անցնեն եւ ահա ամեն բան նոր լինի։ Եթե դու պատրաստ ես, որ քո կյանքի մեջ թույլ տաս հին մտածելակերպը դանցնի, ես քեզ ասեմ, Աստված կարող է մեկ ակնթարթում քեզ փոխել։ Աստված կարող է քո հին աղոթքը նոր աղոթք դարձնել։ Աստված կարող է քո աղոթքը, որի մեջ կյանքը քիչ է, կյանք բերե ու դու զարմանաս, մեկ խոսք, մեկ բառ, մեկ հրճագում եւ հզոր ներկայություն, հզոր ազդեցություն, ինչու, որովհետեւ դու հին էությունը ուզում ես թողնել եւ նոր էությունը կարող է գալ քո կյանքի մեջ։ Մենք մեր ունեցած հին այնքան ամուր ենք բռնել, որ վախենում ենք նույնիսկ թողնել, բայց Աստված նոր օրհնություն ունի իմ եւ քեզ համար։
Եվ առաջի մնացորդած 4-րդ գլուխ 9 համարի մեջ մի մարդու մասին է խոսում Աստծո խոսքը, որի անունը Գաբես է։ Ընդամենը 2 խոսք է գրած, բայց հզոր բան է գրած, սիրելիներ։ Ուզում եմ, որ այս ամենը կարդամ ցես համար։ Գաբեսը իր եղբայրներին փառավոր էր, եւ նրա մայրը իր անունը Գաբես էր դրել, որովհետեւ տրդմությունով էր ծնվել։ Գիտեք, շատ անգամներ մեր կյանքերի մեջ տրդմություն կա, ցավ կա, խնդիր կա եւ դա իրական է։ Մենք շատ անգամներ դա անտեսում ենք, ասում ենք, վայ, թե այս մեկն էլ էլի արդեն պես է, հիվանդության հետ հաշտվել եմ, այդ տրդմության հետ հաշտվել եմ, հաշտության պայմանագիր ունեմ ցմա, հենց լինում է ասում եմ, թե լավ է, պետք է լինի, մի կաղոթեք, արդեն սովորել եմ ես այդ ցավին, այդ տրդմությանը սովորել եմ, ես մեր տանը ուրախություն չի կարող լինել, մեր տան ուրախությունը հենց եղավ մյուս պահին վեճ է լինելու։ Գիտեք, մենք հաշտվել ենք այն հին էության հետ, հին մարդկային բնության հետ, որը տրդմություն, տխրություն, հագարագություն, կռիվ, վեճ եւ նմանատիպ բաներ, որոնց հետ մեր հին էությունը հաշտվել է եւ դրանով ապրում է։ Ու Գաբեսինն էլ այդպես էր, այդ հրճագումը նրա կյանքի մեջ էր, նրա ծնողներից, նրա անունը տրդմություն էր, բայց Աստված ուզում էր ուրախություն բերել նրա կյանքի մեջ։ Եվ Գաբեսը մի օր կանգնեց Իսրայելի Աստծո առաջ եւ աղաղակեց։ Չգիտեմ, երբևէ դու կանգնել ես Աստծո առաջ եւ անկեղծ սրտով աղաղակել. Տեր, ես ուզում եմ փոխվել։ Տեր, ես ուզում եմ իմ տրդմությունը փոխվի։ Մենք շատ անգամներ մի քանի անգամ մի բանը որ ասում ենք, մեկս ասում ենք, թե ես փճացնող եմ, հա իմ մոտ ամեն բան չի ստացվում, իմ մոտ ամեն օր այս է լինելու։ Գիտեք, սրանք են հրճագումներն են, որ թշնամին ուզում է, որ կաղապարի պես դնել քո կյանքի մեջ։ Բայց ես հավատում եմ, որ քո մեջ մի աղաղակ կա։ Դու ուզում ես մի անգամ Աստծո առաջ կանգնել։ Գաբեսը ուզում էր, որ մի անգամ Աստծուն աղոթեր եւ նա աղաղակեց Աստծուն։ Եվ նրա աղաղակը այսպիսին էր. Երանի թե ամեն կողմից ինձ օրհնես։ Երանի թե ամեն կողմից ինձ օրհնես։ Երբ որ այսօր աղոթքի կկանգնես, այս ամեն կողմը թող Սուրբ Հոգին բացի քեզ։ Որտեղ ես ուզում, որ Աստված քեզ օրհնի։ Գաբեսն աղոթում էր, որ Տեր ամեն կողմից ինձ օրհնես։ Իմ հին էության մեջ ինձ օրհնես, որ դուրս գամ։ Ամեն կողմից ինձ օրհնես։ Իմ սահմանս մեծացնես։ Հիմա դու կասես, ես իմ ունեցածը հազիվ եմ պահում։ Աբրամը հայր էր։ Ինքը դառավ բազմության հայր։ Այսօր թույլ տուր, որ Սուրբ Հոգին ազդե քո վրա, որ դու նոր տարածքը ոտ տնես։ Ինչպես Հեսունդ ոտք դրեց եւ Աստծո խոսքն ասում է, որտեղ որ ոտքը տնես, այդ տարածքը քեզ պիտի տամ։ Ուզում եմ, որ քո սահմանը այսօր լայնացնես։ Մտքովդ Սուրբ Հոգին ինչ որ բերում է, ուզում եմ, որ այսօր այդ աղոթքը բերես, որովհետեւ այդ աղոթքը պատասխան ունի, սիրելիներ։ Այդ աղոթքը ուղղված է ամենակարողին եւ ամենակարողն է դրա հեղինակը եւ ինքն է պատասխանելու այդ աղոթքին։ Դրա համար էլ Գաբեսն ասում է իմ սահմանը մեծացնես։ Աղոթիր, որ քո սահմանը մեծանա։ Աղոթիր, որ քո կողովն ու տաշտը մեծանա։ Որովհետև երբ որ շատերին պիտի կերակրես, սիրտը կմեծանա շատերին կերակրելու համար։ Աղոթիր, որ տարածքը լայնանա, որ լույսը տարածվի, որ քո շուրջ բոլորը ավելի լույս լինի։ Ոչ թե միայն ոտքիդ տակ, այլ այնքան լինի քո լույսը, որ շատերը քո լույսով այդ փշոտ ճանապարհը անցնեն։ Ով է համաձայն, որ իր լույսը ավելանա։ Որովհետև այդ լույսը երբ որ ավելացավ, ոչ թե միայն քեզ համար է, այլ այն խավարում գտնվող մարդկանց համար, որ դու լույսի մեջ պիտի անցկացնես։ Գիտեք, Աստծո խոսքը սրա համար է խոսում, որ ավելացրա եւ տարածիր իմ սահմանները։ Եվ քու ձեռքդ ինձ հետ լինի ու ինձ չարից ազատես, որպեսզի ինձի տրդմություն չլինի։ Այն արմատը, որը Գաբեսի մեջ կար, տրդմությունն էր, ինքը խնդրում էր Աստծուն, որ Տեր ինձ այնպես օրհնես ու թվարկեց կետեր,
որ իմ ներսը տրդմություն չլինի։ Ես աղոթում եմ, որ իրականում ձեր ներսը տրդմություն չլինի։ Թող երկնային ուրախությունը այսօր գա ձեր կյանքի մեջ։ Թող հին էության մեջ, որը մահն է, որը հինն է, փոխվի ու նորի մեջ դուք քայլեք, նորի մեջ գնաք։ Գիտեք, ձեր համաձայնությունը այսօր Սուրբ Հոգու կողմից ընդունվում է։ Եվ Սուրբ Հոգին ազդում է դրա վրա եւ փոխում է քո կյանքը։ Քո կյանքի փոփոխությունը քեզ համար եւ ապագայի համար օրհնյալ է։ Քո սերնդի համար օրհնյալ է։ Քո ընտանիքի մեջ օրհնյալ է։ Յուրաքանչյուրից փոփոխությունը Աստվածային կամք է եւ Աստված ուզում է փոխել մեզ։ Դու քեզ ես նայում, ասում ես, թե ես երկար տարիներ այսպես եմ, գիտես Աստված քեզ այդպես չի նայում։ Եթե դու թույլ տաս, Աստված քեզ մեկ ակնթարթում կփոխի։ Եթե դու թույլ տաս, Աստված քո սրտի կարծրությունը մեկ վայրկյանում կփշրի, քո թշնամությունը կքանդի, բայց դու բռնել ես այդ թշնամությունը։ Ինչի, որովհետև չես ուզում։ Թույլ տուր Աստված քանդի մեջտեղի բադը։ Թույլ տուր Աստված այսօր քեզ քո տրդմությունից ազատի, ինչպես Գաբեսին ազատեց։ Եվ ես ուզում եմ Աստծո պատասխանը կատարել յուրաքանչյուրիդ համար։ Վերջի խոսքի մեջ գրված է. Աստված նրա խնդրվածքը կատարեց։ Ամեն մեր Աստծուն։ Ամեն մեր Աստծուն։ Գիտեք, իրականում, եթե դու ուզում ես մարմնավոր կյանքից փոխվեց դեպի նոր կյանքը, նոր թարմությունը, ես չեմ հանդիպել մեկին, չեմ տեսել մեկին, ով ուզում է իր կյանքը փոխվի ու Աստված չի փոխել։ Աստված կարողություն ունի կյանքեր փոխելու, սիրելիներ։ Աստված կարողություն ունի հին էությունը փոխելու, ազատագրելու, տրդմությունից ուրախություն չունենալուց ունենալ, աղքատությունից ու պարտքից, անեծքից ազատագրում, հիվանդությունից բժշկություն, եւ Աստծո խոսքը ասում է Աստված նրա խնդրվածքը կատարեց։ Ես հավատում եմ, որ այսօր քո մարմնավոր դիրքից, էությունից ինչ փոփոխություն որ խնդրես, Աստված իր հոգու զորությամբ պիտի կատարի, որովհետև Աստված ինքն է ուզում, որ քո կյանքի մեջ հներն անցնեն եւ ահա ամեն բան նոր լինի։ Աստված ուզում է քո ավերակները մաքրել։ Աստված ուզում է քո տգարությունները վեր առնել եւ քեզ նոր կյանքի մեջ հաստատե, նոր կյանքի մեջ դնե եւ առաջնորդե իր կամքը կատարելու համար, նոր նվիրում ունենալու համար, հավատքդ զորացնելու համար, հրճագումներդ կենտանի դարձնելու համար։ Ես հավատում եմ, որ Աստված ավելին է անում, քան ես կարող եմ փոխանցել քեզ, որովհետև Աստված ամենակարող է եւ աղոթք լսող ու կատարող է։ Եկեք կանգնենք մեր Աստծո առաջ եւ խնդրենք, որ Աստված փոխի մեր հին էությունը։